գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկես, սիրում արգում եմ, աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոք եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Շատ լավ, բայց ժողովուրդ իրականում գիտեք, այն ինչ որ միջև էս պահածի ամենակարևորը չէր։ Այն ինչ որ միջև էս պահածի ամենակարևորը չէր։ Հա մի հատ էլ ոչ այդքան կարևոր բան եմ ուզում ասեմ, ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ մի հետևյալ հանգամանքի վրա, որ այսօր ընտրություններում իշխանություն փոխելու խնդիր դրած ուժերից մեկի տղանա պատանդ ուրիշ երկրում, որովհետև Հայաստանում հետախուզման մեջ է, եւ չի կարող այդ երկրից դուրս գալ, որովհետև հետախուզման մեջ է։ Միակ տեղը, որ ինքը կարա մնա, ես խոսում եմ Ծառուկյանի որդու մասին, ով որ կրակոցներ էր արել, մի հատ էլ ասում են, մտածել են թե կենդանիներ են մոտենում, դրա համար են կրակել, այսինքն ինչ կազինոյից ռնգեղջուր էր դուրս գալու, ես չեմ հասկանում։ Էդ ինչ տրամաբանությունը, ասма կազինոյի վրա կրակել է, ասма գիրեք, երեխեքը մտածել են ասма բան են, կազինոյից փղեր ու ռնգեղջուրներ են դուրս գալիս, դրա համար են կրակել։ Մի հատ էլ ասма, մի հատ էլ դուրս են գալիս, ասում են մեզ ձայն տվեք, մենք հաղթենք իրանք, ու ասма այդ տղես ասма ամսի 7-ից հետո կվերադառնա։ Նկատի ունի իրանք ընտրությունները հաղթեն, վերադառնա, որ շարունակի կրակել Աբովյանում, Բալահովիտում, Երևանում եւ մնացած բոլոր տեղերը։ Ոչ, ինքը չի վերադառնալու, իրան վերադարձնելու են եւ ուղարկելու են համապատասխան տեղը կրելու իր պատիժը։ Իսկ մյուս կալուկացի օլիգարխի ունեցվածքն է պատանդ ուրիշ երկրներում։ Եվ հետևաբար, հա չգիտեք, կարծում եմ գաղտնիք չեք ասում։ Եվ հետևաբար դուք պետք է որոշում կայացնեք, քվեարկում եք պատանդների օգտին թե չէ։ Նրանք ես կոնկրետ ասում եմ, չնայած դա միջպետական տրամաբանությամբ բան չի, այդքան էլ տեն չի, բայց ով որ քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին, ուղիղ ձայնա տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոին։ Ես դեմ չեմ, մի անգամից ասեմ, բայց ով որ Գագիկ Ծառուկյանին ձայնա տալիս, ուղիղ քվեարկում է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի օգտին, իմ կողմից շատ հարգված, եւ ես էլ եմ ասում, ես դեմ չեմ, ժողովուրդ դուք որոշեք, որոշողը դուք եք, այն Լուկաշենկոյի օգտին, ով Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստովանեց, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը Ադրբեջանի կողմից։ Մի հատ է Ծառուկյանը կանգնում է Լուկաշենկոյին պաշտպանում է, ժողովուրդ ջան։ Լուկաշենկոյին պաշտպանում է, գիտեք ինչի, որովհետև տղեն պատանդ է Բելարուսում։ Եվ հետևաբար այս շատ կարևոր հարց է։ Մյուսի ունեցվածքն է պատանդ այլ երկրում։ Եվ հետևաբար դուք շատ պարզ ընտրության առաջ եք կանգնած 2026 թվականի հունիսի 7-ին քվեարկել սեփական երկրի օգտին, թե քվեարկել օտար երկրի կողմ։ Ես էլի ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հա, մի հատ էլ կանգնում են, ասում են, բանա։ Ասում են, մեկ այդ կալուտգացի օլիգարխ, ասում է, դե ես եմ ելնելու վարչապետ, ասում է, այդ հարցազրույց բան, թարգ, այդ մարդը ոչ վարչապետի տեխնացու կարա լինի Հայաստանի օրենսդրությամբ։ Չի կարա, այդ մարդը ընդհանրապես տեխնացու չի, ոչ վարչապետի, ոչ պատգամավորի, ասում է, ես եմ ելնելու, ժողովուրդ, դուք, հա? Բայ, իմ հարցն էլ այդ, ինչի իման վրա է ասում, ինչի, լավ հիշեցրիք, 44 օրյա պատերազմի ժամանակի հայտարարություն է անում, ասում է,
կոչ եմ անում Ադրբեջանին ու Հայաստանին չգինեմ ինչ։ Այսինքն ինքը բանից է, էլի, ինքը Բուրկինա Ֆասոից է, կողքից իրան դնում է դուրս Հայաստանին եւ մի հատ էլ ասում է Փաշինյանին ասեք, ինչ էր ասել, ինքը գիտի, թե ինչ եմ նկատի ունեցել, չէ, չգիտեմ, կանգնի մարդկանց առաջ բացատրի, կանգնի մարդկանց առաջ բացատրի, այդ ոնց է դու տեն չեզոք դիրքում քեզ դրել եւ կոչեր էր անում, դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է մարդ, որ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, բայց ժողովուրդ